Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձագանքել է Սասնա Ծռերին ուտելիք տարած հաց բերող մականունը ստացած Արթուր Սարգսյանի դիմումին, վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ պահանջելով Հայաստանի կառավարությունից։ Սարգսյանի պաշտպանները դատարանից խնդրել են անհապաղ միջոցներ ձեռնարկել, բուժում ապահովել, անհրաժեշտության դեպքում իրենց պաշտպանյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը փոխանցեց, որ եվրոպական դատարանն իրենց դիմումին արձագանքել է այն ստանալուց ընդամենը 2 օր անց։ Ազատության հետ զրույցում Եգորյանն ասում է, պետական տարբեր մարմիններին ուղղված իրենց դիմում բողոքները անարդյունավետ էին, մինչդեռ Ստրասբուրգի դատարանը կարճ ժամանակամիջոցում արձագանքեց իրենց։ Ցավոք սրտի դա խոսում է այդ կամքի բացակայության մասին եւ որ շատ ավելի կարեւոր է, սա խոսում է այն մասին եւ հստակ ցուցիչ է նրա, որ փաստորեն հայաստանյան խոշտանգումների կանխարգելման համակարգը չի գործում այդ համակարգի բաղադրիչ ոչ մի պետական մարմնի մակարդակով։ Սասնա Ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը ըստ պաշտպանների ներկայացրած փաստաթղթերի մի շարք հիվանդություններով է տառապում։ Բացի հիմնական ողնաշարի հիվանդությունից բանտում գտնվելու 5 ամիսների ընթացքում պաշտպանների պնդմամբ կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել։ Բժիշկները բուժում են նշանակել, նաև հատուկ սննդակարգ են սահմանել։ Սակայն պաշտպանները կասկածներ ունեն, որ բանտային պայմաններում հնարավոր չէ ապահովել պահանջվող սնունդը, եւ որ ամենակարևորն է նրա ողնաշարի հիվանդությունները անհամատեղելի են բանտային պայմաններին։ Այսօր արդեն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից Ազատությանը փոխանցեցին, որ դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, մինչև կալանավայր տեղափոխվել է ձեռք բերված հիվանդության համար։ Եգորյանը շեշտեց, որ Սարգսյանը հիվանդանոց է տեղափոխվել միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձագանքից հետո։ Դատապարտյալների հիվանդանոցում Արթուր Սարգսյանը չի ստանալու կոնկրետ իրեն նշանակված հատուկ սննդային սահմանափակումներին համապատասխան սնունդ։ Միևնույն ժամանակ խնդիրները շարունակվում են, քանի որ այդ հիվանդությունների աղստամոսային տրակտի հիվանդությունների ախտորոշումից հետո մեկ շաբաթ նա որևէ բուժում չէր ստացել։ Այս պահի դրությամբ մենք տեղյակ չենք դատապարտյալների հիվանդանոցում նրան տրամադրում են բուժում թե ոչ, սակայն այսօր կպարզենք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել է Արթուր Սարգսյանի առողջության վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում արդյոք Արթուր Սարգսյանի նշանակված է եղել դեղորայք եւ հատուկ սնունդ, եւ եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է կալանավայրի վարչակազմի կողմից։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է, առաջիկայում եվրոպական դատարանը հերթական որոշումը կկայացնի Հայաստանի կառավարության դեմ։ Չեմ կարծում, որ կառավարությունը կարող է հիմնավորել, թե ինչու է պահում այդ մարդկանց այդպիսի ծայրահեղ վիճակում եւ պայմաններում, չէ՞, նա անհամատեղելի հիվանդություն ունի բանտային պայմանների հետ։ Դա միայն բավարար է, որ այլ բան եթե ասելու չլինենք։ Իրավապաշտպանի գնահատմամբ մի շարք ծանր հիվանդություններ ունեցող մարդուն ու բարաշինի բանտում պահելն արդեն խոշտանգում է։ Ես ուղղակի շատ եմ զարմանում արդարադատության, այսպես ասած, բարձրագույն մարմինների վրա, որ մենք նոր ունեցանք 2 վճիռներ եվրոպական դատարանից, դրանք խայտառակ որոշումներ էին եւ փաստորեն մարդիկ չեն խրատվում եւ իրենց այդ ներքին կրքերը բավարարելու համար վրեժխնդրություն, հաշվեհարդար մարդկանց պահում են այդպիսի անտանելի պայմաններում եւ վիճակում։ Արդարադատության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ կառավարությունն այժմ պատասխան է պատրաստում սահմանված ժամկետում եվրոպական դատարանին տրամադրելու համար։